բացվեց համալսարանում աշխատասենյակի դուռը, եկավ երիտասարդ խրոխտ քայլերով ու առաջին միտքը, որ մտածեցի, որ երիտասարդը զինվորական է, եւ ես ակամայից ձգվեցի ու ոտքի կանգնեցի։ Նա պատիվ տվեց, ծանոթացանք, պարզվեց, որ նոր ավարտել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը քաղաք Մոսկվայում, ունի կրթություն, բարձրագույն կրթություն եւ լեզվաբան է ու թարգմանիչ, փայլուն տիրապետում էր, հետո ես իր դասախոսն էի, մենք զրուցում էինք, փայլուն տիրապետում էր ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ մասնագիտական որակավորումներ, լեզվաբան, անգլերենի եւ ֆրանսերենի թարգմանիչ։ Սակայն այդ կրթությունը ստանալով հանդերձ նա որոշել էր, որ պետք է իրավաբան դառնա եւ վստահ քայլերով եկել էր հստակ նպատակադրումով դառնալու իրավաբան։ Ավաղ ճակատագիրը այլ ճանապարհ էր նախապատրաստել Ռուբեն Աշոտի Պրազյանի համար։ Սովորեց համալսարանում մինչև 2016-ից մինչև 2020 թվական։ Ընդունվեց հեռակայացման համակարգ, որովհետև դիմումը գրեց հեռակա իրավագիտության բաժնի համար եւ պատմեց ու իր կենսագրությունը ես կարդացի, անձնական գործը մենք ձևավորեցինք, որ ընտրել է խաղաղապահ ուժերը, խաղաղապահ զորքերը եւ իրականացրել է խաղաղապահ առաքելություն Աֆղանստանում եւ Սիրիայում ու չէր կարող զինվորական ծառայությունը համատեղել արկա ուսուցման հետ, իր որոշումներ հեռակա եւ Ռուբենը Գավառի պետական համալսարանում ընդունվեց երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության շարունակական կրթության կարգի համաձայն։ Բարեհաջող հանձնեց առարկայական տարբերությունները եւ սկսեց ուսումը երկրորդ կուրսից։ Նա զինվորական կարգապահությամբ, պատասխանատվությամբ էր մոտենում իր առաջադրանքներին եւ այնպես տպավորություններ, որ հրամանատար է նաև իր համակուրսեցիների համար, հոգատար հրամանատար եւ բոլորի նկատմամբ ուշադիր էր եւ երբեք որևէ մեկի կողքով անտարբեր չէր անցնում, պատրաստ էր օգնության ձեռք մեկնել։ Եկավ Ռուբենը ու դարձավ բոլորի սիրելին։ Եկավ ու միանգամից նվաճեց դասախոսների, ուսանողների սերն ու հարգանքն ու համակրանքը իր մարդկային որակներով, իր խոհեմությամբ, իր լրջմտությամբ, իր ուղղակի համեստափայլ էությամբ։ Կային նոր դպրոցն ավարտած երեխաներ, շրջանավարտներ, աղջիկներ, տարբեր մարզերից, կային տղաներ նաև պայմանագրային զինծառայողներ եւ հենց պայմանագրային զինծառայողների հարգանք Ռուբենի նկատմամբ ես առաջի օրը լեսանում նկատեցի, տարբեր ուսանողներ ունեինք, սակայն նրանք արդեն ավարտել են եւ ինչը կարող եմ ասել, իր համակուրսեցիների, նաև ծառայակից ընկերների հաճախադեպ այցելությունները համալսարան գալիս են Ռուբենին այցի։ Գալիս են, որ բարձրանան Արցախյան անմահ հերոսների լսարան եւ զրուցեն եւ իրենք լուր խոսք-զրույցեն բռնվում ու մենք նրանց այդ բայրին չենք խանգարում։ Ուրեմն այդ սարսափելի օրերին լսում էինք եւ կարդում էինք։ Հետո եկավ մի պահ, որ կարդում էինք։ Եվ Պրազյան Ռուբեն Աշոտի, հետո ես չեմ հիշում ինձ հետ ինչ կատարվեց եւ ես հիշում եմ, որ առավոտյան ինչ էր կատարվում համալսարանում։ Մենք 190-ից ավել տղաներ մասնակցեցին 44-օրյա պատերազմին ԳՊՀ ուսանողներ, 10 անմահացան եւ այդ անմահների ջոկատում է մեր հրամանատար Ռուբեն Աշոտի Պրազյանը։ Երբ մենք քննարկում ենք, խոսում ենք գործընկերներով, բոլորն էլ միաբերան ասում են, որ Ռուբենը իր հայրիկի Աշոտ Պրազյանի արժանի զավակն է։ Աշոտ Պրազյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մեր հաղթանակը կերտողներից եւ իսկապես պատահական չէ, որ Աշոտ Պրազյանի երկու զավակն էլ ընտրել են հայրենիքին ծառայելու ճանապարհը եւ գնացել են զինվորական ռազմական ուղղությամբ։ Ռուբենի դեպքում Ռուբենը 2016 թվականին դարձավ ուսանող եւ մենք տեղեկացանք, որ ապրիլյան քարորյա պատերազմի է մասնակցել, հետո եկավ անսահման սիրով ընդունեցինք, հետո արդեն 44-օրյա պատերազմ, անձնազոհաբար նետվեց պատերազմի բոցերի մեջ եւ նրան բազկատարած ընդունեց անմահություն։ Ռուբենը չի հասցրել ուսումը ավարտել։ Ոչ, չի ավարտել։ Ընդհատվել է ամենասարսափելի ու տխուր ժամանով, փաստի արձանագրման հիմքով, ազատել համալսարանից։ Գործը կարող եք տեսնել իր կարմիր դիպլոմը, գերազանցության Ռուսաստանի Դաշնությունից ստացված, մենք Անմահների լսարանում ունենք շնորհակալագիրը Ռուսաստանի Դաշնությունից,
իր պատվոգրեր, օրագիր, անձնական իրեր, որ սրբորեն պահում ենք եւ այդ լսարանում առաջին կուրսեցիները ստանում են ուսանողական տոմս եւ դա մի սրբավայր ուխտատեղի է, որտեղ երթվում են ծառայել հայրենիքին, ապրել հայրենիքում, սիրել հայրենիքը եւ շարունակել Ռուբենի գործը։ Համալսարանում տարբեր ձեռնարկներ են եղել, այդ թվում հիմնադրվել են լսարաններ, անվանակոչվել են լսարաններ։ Մի բան է, երբ Հրաչյա Աճարյանի անվան լսարանն է անվանակոչվում, մի այլ բան է, երբ դժնդակ, սարսափելի, ողբերգական պատերազմից հետո 10 անմահացած ուսանող եւ պետք է նրանց հիշատակը վարպահենք համալսարանի պատերից ներս, համալսարանի կամարների ներքո, որպեսզի նրանք միշտ լինեն հավերժ ներկայություն։ Եվ քննարկեցինք ռեկտորատի նիստում, հետո խորհրդի անդամների միացան, մենք նաև ծնողների հետ ենք խոսել, շատ դժվար էր, պապիկ տատիկների հետ անգամ ընտանիքներում, որպեսզի կարծիք հարցնենք, կարելի է կտակ անձնական իրեր, մենք ցանկանում ենք ունենալ, որ լինի եւ գործող լսարան, եւ լինի թանգարան, եւ լինի հուշանկյուն, եւ ընդհանուր հավաքական կոչեցինք Արցախյան անմահ հերոսների լսարան։ Շատ մեծ դժվար տրվեց այդ գործը, բայց դա անում էինք երկյուղած խոնարհությամբ ու որպես մեր հոգու սրբազան պարտք ձևավորվեց ի վերջո բացման օրը, երբ եկան ծնողները, շատ հուզիչ էր, շատ ծանր էր, միաժամանակ մենք հասկացանք, որ անհրաժեշտություն էր դա։ Ռուբենից ունենք անձնական իրեր, ունենք գրված քաղաքապաշտպանության իր ձեռքով գրված կանոններ, դիպլոմը նոտարի կողմից վավերացված, կարմիր դիպլոմը գերազանցության, որ նա հանձնեց համալսարանին, որպեսզի երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանա, ունենք Ռուսաստանի Դաշնությունում Պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ղեկավարի շնորհակալական նամակը մեր ուսանողի Ռուբենի անունով, որ պահել ենք արդեն բնօրինակը մեզ մոտ է, անձնական գործի մեջ եղած փաստաթղթերն են այնտեղ եւ սրբազան հողն է Արցախից բերված Հադրութից, որ բերել են մեր 44-օրյային մասնակից ուսանողները եւ մենք պատշաճ գտանք, որ հենց Ռուբենի նկարի ներքո պետք է լինի Արցախի սրբազան հողը։ Երբ քննություն էր հանձնում, ես չէի ասի, որ դա քննություն է։ Քննություն ընդունում ես ուսանողից, փորձում ես ճշտել գիտելիքը, գնահատել այն։ Ռուբենի հետ ուղղակի հաճույք էր նրա հետ խոսքուզուրույցի բռնվել պետության եւ իրավունքի տեսության հիմնահարցերի կամ իրավական այս կամ այն խնդիրների ուղղակի ինձ հետաքրքիր լսել նրա հասուն մտքերը։ Կայացած մարդ, հայրենասեր անհատ եւ ուղղակի յուրաքանչյուր քննությունից քննություն համոզվում էի, որ փայլուն երիտասարդ է եւ ասում է, որ դու մեծ ապագա ունես։ Հիշում եմ, որ երբ քննաշրջանը բաց թողեց, զարմանալի էր, Ռուբենը չներկայացավ։ Հետո ներկայացավ, գրեց խնդրում եմ թույլատրել լուծարքին, բնական է լուծարային շրջանում հանձնեց, երբ հարցրեցի պատճառը չասաց։ Հետո քերին արդեն Վահագն Երվանդյանը պատմեց, որ խաղաղապահ առաքելություն է իրականացրել Սիրիայում, բայց ինքը չասաց։ Ես հետո եմ նաև իմացել Աֆղանստանի խաղաղապահ առաքելության մասին, քարորյայի մասնակցության մասին չպատմեց, ինքը երբեք չէր պատմում, եւ մյուս դասախոսները նույնպես ասում էին, որ որքան համեստ է, չի պատմում, փոխարենը դասախոսները ականատես են եղել նաև, թե ինչպես է հենց ինքը իր ժամանատարությամբ զինվոր համալսարանի ուսանող եկել եւ ինչպես է պատվի արժանացրել իր ժամանատարին, ինչպես է դիմել, ինչ վերաբերմունք եւ օրեցօր ամեն շփումից շփում տեսնում ենք, թե ինչ հայրենասեր հայորդի է, ինչ մարդկային բարձր որակներ ունի, ինչ հրաշալի անձ է եւ ես վստահ եմ, որ ճիշտ է Ռուբեն Աշոտի Պրազյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նա մեր մեջ է, նրա գաղափարները, նրա սկզբունքները եւ պարզապես մենք անասելի մեծ պարտքի զգացում ունենք Ռուբենի ու մեր բոլոր Ռուբենների նկատմամբ եւ պատասխանատվության զգացում աճող սերնդի հանդեպ։ Եվ այդ պարտքի ու պատասխանատվության զգացումով հենց նաեւ մեր անմահների լսանն ենք ծառայեցնում աճող սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու այդ սրբազան գործին։ Ռուբենի համար հայրենիքը բացարձակ արժեք էր։ Դա գերագույն արժեք էր եւ որի համար ոչինչ չխնայեց իր կյանքը։ Ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը, հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ եւ կործանվում նրա պակասից։ Այո, հայրենիքն ապրում է Ռուբենի պես հայրենասեր հայորդու հայրենապաշտությամբ։